Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հայ-իրանական սահմանը 1920-ին ժառանգվածքից ոչ թե 1991 են։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 107-րդ թիվը, Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի առաջին նիստը։ Բաքու, անվադիշ հանցագործության գաղտնիություն, Թուրքիոյի երկարամյա պատերազմը ազգային փոքրամասնություններուն դեմ, Սուրբ Հովհաննես Օծնեցի, Կանոնակետն ու հայ միջաշխարհի մշակույթի եւ թիվանակիտության մեծ վարպետը, զրուցաշար Հրանտ Ինկի հիշադակին, ուտեստ Արցախյան խոհանոցեն։ Արմենակ Աբրահամյան գկրե, ընդհանրապես տարածված կարծիքին հակառակ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի միջև սահմանը չի ձակիր 1991 թվականի անկախութենեն։ Արաքս քեդի երկայնքով այս 44 կիլոմետրանոց գիծը Կովկասի ամենահին, ամենագայուն եւ իրավաբանականորեն ամենեն ամուր սահմաններեն մեկն է։ Անոր ձակումը կհասնի ոչ միայն 19-րդ դարուն, այլ նաեւ 1920 թվականին Տաշնագից ուժերու գոմե Հայաստանի միջազգային ճանաչման։ Հայ-իրանական սահմանակիցը իր արմատները ունի 19-րդ դարաշրջանի ռուս-պարսկական պայմանակիրներուն մեջ, մասնավորապես 1828 թվականի Թուրքմենչայի պայմանակրին։ Ռուսական կայսրության եւ Պարսկաստանի միջև պատերազմներեն յետք Արաքս քեդը կհրճակվի երկու կայսրություններու միջև միջազգային սահման։ Այս սահմանը ամբողջովին ջանցված էր ժամանակի միջազգային իրավունքով։ Երբ ռուսական կայսրությունը կփլուզվի 1917-ին այս սահմանը չի վերանար։ Այն կժառանգվի Կովկասի մեջ կազմավորվող նոր պետական միավորներուն կողմէ, ներառյալ 1917-ին ջանցված Արևմտյան Հայաստանը։ 1920 թվականի օգոստոսին Սևրի պայմանակիրը կճանչնա ամբողջական Հայաստանը որպես ինքնիշխան պետություն։ Քանի ամիս յետք 1920 թվականի նոյեմբեր 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Ուդրո Ուիլսոն կհրապարակե իր հանրահայտ միջնորդական վճիռը սահմանելով Հայաստանի արևմտյան սահմանները։ Թեև այս վճիռը հատկապես հայտնի է Թուրքիո հետ սահմանային հարցերով, այն ունի ոչ պակաս կարևոր ազդեցություն արևելքի մեջ։ Ան անուղղակիորեն կհաստատե Հայաստանի արդեն գոյություն ունեցող արևելյան սահմանները, մասնավորապես Պարսկաստանի հետ։ Այլ խոսքով 1920-ին Հայաստանի եւ Իրանի միջև սահմանը ջանցված էր որպես միջազգային օրինական սահման, Տաշնագից ուժերու կողմէ ջանցված ինքնիշխան հայկական պետության համար։ Այս իրողությունը հաջող կմոռցվի, քանի որ ուշադրությունը կենտրոնացած եղած է արևմտյան սահմաններուն վրա, որոնք փաստորեն չիրականացվեցան պատերազմի եւ Հայաստանի խորհրդայնացման հետևանքով։ 1920-ի վերջավորության Հայաստանի բռնակրավումեն եւ խորհրդային միության գազմին մեջ ներառվել են յետք Իրանի հետ սահմանը կդառնա ԽՍՀՄ Իրան սահման։ Այն կվերահաստատվի դիվանագիտական գործելակերպով, կպահպանվի վարչականորեն եւ երբեք չի վիճարկվի Թեհրանի կողմէ։ Երբ Հայաստանը կվերագտնե իր անկախությունը 1991 թվականին, այն նոր սահման չստեղծեր Իրանի հետ։ Միջազգային իրավունքի սկզբունքին համաձայն այն փաստորեն կժառանգե խորհրդային Հայաստանի Հանրապետության գոյություն ունեցող սահմանները։ Այս սկզբունքը լայնորեն գիրարգված է ապակաղոտացման եւ պետական գազալուծումներու ընթացքին սահմանային գայունությունը ապահովելու եւ դարածքային փախումները կանխելու նպատակով։ Հարգելի հայրենագիտներ, ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Western Armenia շաբաթաթերթի 107-րդ թիվը կանդրադառնա հայկական եւ միջազգային հետաքրքրական նյութերու։ Այնտեղ ներկայացված է Արևմտյան Հայաստանի եւ Երևանի առաքելության ծիրին մեջ իրականացված ֆիլմի ցուցադրությունը նվիրված Հանրապետության նախագահին։ Թիվը կշեշտե նաեւ Արցախի մեջ մշակութային ժառանգության պաշտպանության կարեւորությունը։ Ադրբեջանեն սպառնացող վտանգներու պայմաններուն տակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունը պաշտպանող կոմիտեի անդամները կընդգծեն հայկական մշակութային ու պատմական արժեքներու անկնահատելիությունը։ Ընդգրկված են նաև անի 1001 եկեղեցիներու քաղաքը ներկայացնող նյութեր, ինչպես նաև Լուիս Մորենո Օկամբոյի հոդվածը, որը գոչ կուղե համաշխարհային հանրության միանալու հայ ժողովրդի արդար պայքարին եւ խաղաղության հաստատման։ Western Armenia շաբաթաթերթը կհրատարակվի հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով, նպաստելով հայկական մշակույթի դարացման ու Արևմտյան Հայաստանի մասին միջազգային իրազեկության խորացման։ Հունվար 14-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի առաջին նիստը։ Նիստի ընթացքին ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյան ներկայացուց մոդալուտ ձեռնարկները։ Անոնց շարքին են հունվար 18-ին Հրանտ Ինկի հիշադակին նվիրված հանդիպումը եւ հունվար 19-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության պետականության եւ անկախության օրվան առնչված ձեռնարկը, որոնք պիտի իրականացվեին Zoom հարտակին վրա Երևանի ժամով 9:30-ին, Փարիզի ժամով 6:30-ին։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի գործունեության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ մեր պաշտոնական գայքին մեջ նշված հասցեով։
Սումգայիթյան չարտերեն ետք հագահայ բռնություններու հաջորդ ալիքը բայտեցավ Բաքվի մեջ 1990 թվականի հունվարին։ 1988-ին սկսյալ քաղաքին մեջ կսրվեին միջէթնիկ լարվածությունները, հնչելով մահ հայրուն եւ Սումգայիթը պիտի գտնվի գարկախոսներ։ 1989-ի դեկտեմբեր 1-ի վերամիավորման որոշումեն ետք բռնությունները նոր թափ ստացան։ 1990-ի հունվար 13-ին Բաքվի մեջ սկսան զանգվածային չարտեր, երբ խումբերը փողոցներում մեջ կհետապնդեին ու կսպանեին հայերը։ Խորհրդային զորքը միջամտեց միայն հունվար 20-ին։ Չարտերը նախապես կազմակերպված էին եւ իրավապահները գրեթե չէին միջամտեր։ Զոհերու թիվը չհաստատվեցավ, իսկ մեղավորները չպատժվեցան։ Արդյունքով Բաքվի ամբողջ հայ բնակչությունը հարգադրվեցավ լքել քաղաքը, մեծ մասը գրասնովոց տեղափոխվելով։ Հարգելի հայրենագիտներ, նյութին մանրամասն ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Թուրքիան հաջող կներկայացվի որպես քաղաքագրթություններու խաչմերուգին գտնվող կամուրջ, սակայն իրականության մեջ երկրի պատմությունը կբարունագե պետական մակարդակով իրականացված տնտեսական, մշակութային եւ ֆիզիկական բռնություններու երկարամյա օրինակներ ուղղված հայերուն, հույներուն, հրեաներուն եւ ասորիներուն դեմ։ 1941-1942 թվականներուն Թուրքիո իշխանությունները չթույլատրեցին 769 ռումանացի հրեաներու դեղափոխվելը Բաղեստին նացիստները փախչող Ստրումանավով, որ 1942 թվականի փետրվար 24-ին խորտակվեցավ, զոհելով գրեթե բոլոր ուղևորները։ Նույն տարին Շուկրու Սարաջօղլուի ղարաբարությունը սահմանեց հարստության հարգը, որ նպատակ ուներ տնտեսապես զրկել ոչ մահմեդական փոքրամասնությունները։ Այս հարգին հետևանքով հայ, հրեա եւ հունական արևդրականներու մեծ մասը հարգադրվեցավ գործընծնել իր սեփականությունը կամ հայտնվել բարդատիր աշխատանքային ճամբարներու մեջ, իսկ ոմանց կյանք տալ վտանգվեցավ։ Այս օրինակները Թուրքիո գոմե փոքրամասնություններու դեմ որդեգրած քաղաքականության միայն մեկ փոքր մասն են, որոնք կշեշտեն երկարամյա եւ համագարկված ճնշումներու պատմությունը, որ ազդեց համայնքներու գոյատևման, անվտանգության եւ իրավունքներու վրա։ Սուրբ Հովհաննես Օծնեցի կանոնակետ ու հայ միջաշխարհի մշակույթի եւ թիվանագիտության մեծ վարպետը Երկլեզու հադորը լույս տեսավ Միացյալ Նահանգներու Արևմտյան թեմի ազգային առաջնորդարանի մատենաշարի շրջանագին մեջ։ Ան կնպատակադրե ներկայացնել հայ միջաշխարհի պատմության, մշակույթի եւ քաղաքական փորձառության նոր տեսանկյուններ եւ զանոնք հասանելի դարձնել հանրության եւ մտավորականության ուշադրության։ Սուրբ Հովհաննես Օծնեցիի դերը եկեղեցական կառավարման եւ թիվանագիտության մեջ առանցքային է։ Ան բարեգարկեց կանոնները եւ զարգացուց հայ միջաշխարհի թիվանագիտական ավանդությունը։ Անոր օրերեն սկսյալ հայ եկեղեցու առաջնորդները շարունակեցին ամրապնդել քաղաքական եւ մշակութային գաբերը։ 8-րդ դարեն, երբ հայերը լայնորեն տարածվեցան արևմուտք եւ հարավ, Օծնեցիի հեղինակությունն ու փորձառությունը նպաստեցին միասնության պահպանման եւ միջաշխարհի քաղաքական կայունության։ Գիրքը կշեշտե պատմական գիտելիքի դերակատարությունը եւ ընթերցողին կծանոթացնի Օծնեցիի ու հայ առաջնորդներու քաղաքական, մշակութային եւ թիվանագիտական ժառանգության, որ այսօր եւս ուղեցույց է հայ ինքնության եւ պատմական հիշողության համար։ Հրանտ Տինք հիմնարկը Ագոսի հիմնադիր Հրանտ Տինքի մահվան 19-րդ տարելիցին առիթով կկազմակերպի զրուցաշարը հունվար 12-ին 18-ը։ Ծրագրին առաջին օրը պիտի ցուցադրվի Ումիդ Քվանջի հիշողությունը անբավարար շարժապատկերը, որ կներկայացնե Հրանտ Տինքի խոսքին եւ քաղաքարներուն դեմ համագարկին գոմե ստեղծված խոչընդոտները։ Նույն օրը Այլին Վարդանյան պիտի ներկայացնե իր զեկուցումը 19 հունվարը հիշողություններու մեջ խորագրով։ Հունվար 13-ին Ռոբեր Քոփտաշը աշխատանքային հանդիպման ընթացքին պիտի քննարկե Հրանտ Տինքի հոդվածները։ Հունվար 14-ին Գյոկչեր Տահինջիօղլուն պիտի խոսի Կոստա Կավրասի շարժապատկերի մասին, իսկ հունվար 16-ին Գարին Կարակաշլը պիտի վերլուծի Հրանտ Տինքի ոճը անոր հոդվածներուն հիման վրա։ Հունվար 17-ին Նայաթ Քարաքյոսե պիտի զեկուցե հիշողության վայրերու մասին, օրինակներ տալով աշխարհի մեջ ցեղասպանություններու եւ հիշադակի վայրերու վերաբերյալ։ Նույն օրը Ագոսի խմբակրապետ Էդուարդ Դանցիկյանի ղեկավարությամբ պիտի քննարկվին թերթին 30-ամյա պատմությունն ու նշանակությունը։ Հունվար 18-ին Ագոսի նկարիչ Հովհաննես Շաքշալ պիտի խոսի Հրանտի հիշադակին նվիրված տեսանյութերու գաղափարին եւ մշակման մասին։ Զրուցաշարը հասանելի պիտի ըլլա նաեւ Zoom հարթակի միջոցով։ Արցախյան ավանդական գորգոտը 1001 պատրաստման եղանակ ունի։ Արցախի մեջ յուրաքանչյուր գին գորգոտ պատրաստելու իր փոքրիկ գաղտնիքն ունի։ Գորգոտ կամ գուրգուտ կանվանեն նաև գեղեվազատված, ձեծված ցորենը, սպասի ցավարը, որով ալ կպատրաստվի այս ուտեստը։ Շատ հագեցնող, իսկական ծմերնային ճաշմն է, որ կպատրաստվեր խաշի պես։ Ամբողջ գիշեր գեփվեր թոնրին մեջ, առավոտյան մեծ խումբերով կհավաքվեին, կճաշակեին թթույով, թթի կամ հոնի օղիով, ապա կշարունակեին իրենց գործերը։ Հարգելի հայրենագիտներ, պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, լավ մնացեք։